Պարոն Կարապետյան, տեղեկություններ կան, որ ՔՊ-ն մտադիր է այդ սահմանադրական հանրաքվեն անցկացնելու եւ ձեզ պարտադրելու, այսպես ասած, համոզելու համար իր աջակիցներին հավաքել ազգային ժողովի դռների մոտ, ինչպես դա արեցին եկեղեցու դեպքում, երբ որ արշավանքներ այսպես իրականացրեցին շրջիկ խմբերով եւ ցույց տան, որ ասեն, հասարակությունը, ժողովուրդը ուզում է, մենք ստիպված ենք լսել ժողովրդի ձայնին, ձայն հանրության, ձայն բազմած, ձայն Աստծո, մոտարապես այս սկզբունքով, այս ձևով կարող են ձեր վրա ճնշում գործադրել եւ դուք ստիպված այդ օրակարգը սպասարկեք։ Ժամանակին Ուկրաինայում կար մի հատ ժողովրդավարության տարբերակ, ուկրաինական 300 տարի առաջ Սեչան ուներ ժողովրդավարության տարբերակ, հավաքվում էին երկու կողմը, ով բարձր գոռում էր, ընտրվում էր այդ կողմը։ Չեմ կարծում, որ 21-րդ դարում քաղաքական որոշումները պետք է կայացվեն 50 հասարակության բաժանման ժամանակ ժողովրդի կողմից ընտրված ընդդիմության վրա այդպիսի ճնշումով չի լինելու, որովհետև մենք էլ ստացել ենք մանդատը մեր ժողովրդի այն մասից, ովքեր տեսնում են, որ դեմ են Ալիևի բերած սահմանադրությանը։